Մի առիթով գրել էի, որ ինչքան ազգային ժողովի նախագահի կողքը գրվի Ալեն Սիմոնյան, բոլոր պատերազմները պարտվելու ենք։ Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, ես Ալեքսանդր Մարկասյանն եմ եւ ցանկանում եմ խոսենք հայկական ֆուտբոլի եւ ոչ միայն ֆուտբոլի, ցանկացած հայկական հավաքական երևույթի խայտառակ իրավիճակի մասին։ Ուղղակի ֆուտբոլը դրա ցցուն օրինակն է եւ ապացույցը այն, որ մենք հավաքական ոչինչ չենք սիրում, միաբանված ոչինչ չենք սիրում, կամ սկսել ենք չսիրել, երևակայ սկսել ենք չսիրել, չգիտեմ ինչպես է տենց եղել, երբվանից է տենց եղել, բայց հասկանում եք, օրինակ ցույց տվեք ինձ երկու ընկերներ, որոնք հավասար պայմաններով բիզնես են սկսել, օրինակ, ես շատ թե քիչ բիզնեսի հետ առնչվում եմ եւ հայ բիզնեսմեններ եւ ընդհանրապես ամերիկյան բիզնեսմեններ եւ ուզում եմ, բայց հիմնականում մեր խոսքը գնալու է հայկականի մասին բնականաբար, ցույց տվեք ինձ երկու ընկերներ, որոնք հավասար պայմաններով իրար հետ բիզնես են սկսել եւ որոշակի ժամանակահատվածում երկուսն էլ լրիվ նույն օգուտն են ունեցել, լրիվ նույն մասնաբաժինն են ունեցել եւ որոշակի ժամանակահատվածում մեկը մեկի գրպանին չի սկսել նայել։ Իսկ ցույց տվեք, էլի խնդրում եմ։ Դա համար մեկ-մեկ ես ընկերներից հետ խոսում եմ, այդ առումով իրոք շատ հարգում եմ, ու այդ առաջի հերթին այդ հարգանքից է, որ միշտ հետևում եմ իրանց հաղորդումներին, շատ հարգում եմ ու շատ ընդունում եմ անկոմեդի տղաներին։ Հալալա այդ տղեկին արդեն ինչքան է 15 տարի է իրար հետ են անբաժան ուսուսի տված ու հայկական միջավայրում երևի եզակի օրինակ է։ Ասում եմ կոմենտներում գրեք, երկու գործընկերին ցույց տվեք։ Ցանկացած լավ բիզնեսի չէ, չգիտեմ, երկու ցանկացած իրար հետ աշխատող մարդ ցույց տվեք, որ մեջը հայ, որ Հայաստանի մեջ, ասենք Ամերիկա մի ֆիրմայում երկու հոգի հայ են աշխատում ու մեջներ ամեն ինչ նորմալ է։ Չկա, չեք գտնի։ Ասենք ֆուտբոլն էլ դրա վառ ապացույցն է։ Մենք թիմային միասնական ոչ մի բան չենք սիրում։ Մեր ֆուտբոլում դարպասապահն էլ է ցանկանում գոլ խփի, պաշտպանն էլ է ցանկանում գոլ խփի, այլ միշտեռ իրաց տարածքը ահագին հեռու է, էլի, ասենք մյուս թիմի դարպասներից, որ պետքա գրավվի։ Այսինքն ամեն մեկը ու այս ամեն ինչը տարածվում է ընդհանուր երկրի պատկերի վրա, ոչ մեկ իր տեղում չի։ Ամեն մեկ իր տեղը պետք է իմանա, մինչև ամեն մեկ իր տեղը չիմանա, չգիտակցի, սայլը տեղի չի շարժվելու։ Հարգելի հայրենակիցներ, խնդրում եմ ձեզ, ամուր եղեք, կատարեք ձեր ուրույն վերլուծությունները եւ գրեք հասկանանք ինչպես փրկենք այս իրավիճակը։ Շնորհակալություն։